Վիրահատարանում ուրոլոգներն են, բարդ, հազվադեպ հանդիպող ու հետաքրքիր բժշկական պատմությունը ձեռքներին, պացիենտը միջին տարիքի տղամարդ է։ Անցավ որոշ ժամանակ բաժնեվարիչ Հովհաննես Մկրտչյանը նկատեց, որ իմ մոտ կա գոյակցություն երիկամի վրա։ Մինչև տղամարդը կվիրահատվեր նախ սկզբից։ Գևորգը շտապօգնությունով բժշկական կենտրոն էր տեղափոխվել, քանի որ միզելիս սուր ցավեր էր ունեցել։ Հետազոտությունները ցույց էին տվել, որ քարը փակել է միզածորանը։ Թիմն անմիջապես գործի էր անցել, լազերային քարափշրում են արել։ Հետազոտման ընթացքում պարզվեց, որ իմ մոտ ուռուցք է եւ վտանգավոր էր։ Եվ առաջարկեց անպայման վիրահատություն։ Փառքաստո վիրահատությունը կատարեցին լապարասկոպ, շատ գոհ եմ, ամեն ինչ նորմալ, բժիշկը ամբողջությամբ մաքրեց այդ ուռուցքը եւ ուղարկեցին հետազոտման արդյունքներն եկա, որ դա չարորակ ուռուցք էր։ Որոշումը մեկն էր՝ չարորակ ուռուցքը պետք է հեռացվեր, սակայն իրավիճակն ավելի էր բարդանում, քանի որ Գևորգն ուներ ընդամենը 1 երիկամ։ Եվ հենց այդ 1 երիկամի ուռուցքը ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Հովհաննես Մկրտչյանը հեռացրեց լապարասկոպիկ եղանակով, ինչը հետագա բուժման համար կարևոր նախապայման էր ստեղծում, ապահովելով արագ ապաքինում։ Հիվանդը դիմել է մեզ մի երիկամով, մեզակարային հիվանդությունով, որի մոտ հայտնաբերվել է քար մեզածորանի, որը վիրահատվել է էնդոսկոպիկ լազերային տարբերակով։ Նույնպես հետազոտության ժամանակ հիվանդի մոտ հայտնաբերվել է այդ մի երիկամի ուռուցք մոտ 4 սանտիմետր, որը վիրահատվել է լապարասկոպիկ եղանակով, կատարվել է լապարասկոպիկ երիկամի մասնահատում եւ այդ մի երիկամը պահպանվել է։ Վիրահատությունից օրեր անց Գևորգին հանդիպեցինք կրկնակի այցի ժամանակ։ Իրեն լավ էր զգում, գանգատներ չուներ։ Բժիշկ Մկրտչյանն էլ փաստեց, Գևորգին առողջացած ու կարևորը փրկված տուն են ճանապարհել 6 ամսից պրոֆիլակտիկ հետազոտելու պայմանավորվածությամբ։